Տիկին Հակոբյան, ցեղասպանությունը չդատապարտելը, ցեղասպանությունը չճանաչելը բերում է նոր ցեղասպանությունների, տեսանք կրկնություն ցեղասպանական գործողություններ, ցեղասպանության փորձ նաև Արցախի Հանրապետությունում բռնի տեղահանվեցին 150,000-ից ավելի հայեր, բայց նաև տեսնում ենք, որ մեր իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության մասին, երկխոսության մասին, նշում են հայ-թուրքական, այսպես ասած, իբրև թե առանց նախապայմանների հարաբերությունների մասին, բայց շարունակ առաջ քաշվող նախապայմանների պարագայում։ Ինչպես եք տեսնում տեսլականը խաղաղ ապրելու տարածաշրջանում, որտեղ քո նկատմամբ ագրեսիվ է տրամադրված։ Գիտեք, այդ բոլոր թեզերը, որ իրենք առաջ են քաշում, դրանք կեղծ թեզեր են, դրանք մեր իրավիճակին չհամապատասխանող թեզեր են, որովհետև չի կարող խաղաղության մասին խոսք լինել, երբ 160,000 հայ իրենց տներից բնավեր են, տնավեր են, հայրենազուրկ են, չի կարող լինել։ Գոնե եւ կխոսվի վերադարձի իրավունքի մասին, միգուցե հույս կլինի նաեւ խաղաղության վերաբերյալ։ Չի կարող խոսվել խաղաղության մասին, երբ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում խոշտանգվում են, կեղեքվում են, ստորացնում են ու նվաստացնում են։ Գոնե այս երկու պատճառը ամբողջությամբ պայման է, որ դա կեղծ է, այդ բոլոր թեզերը կեղծ են իրենց առաջ բերած եւ խոսում է առանց նախապայմանների ինչ որ օրակարգի մասին, միայն արդեն իսկ նախապես պարտված կողմը։ Այս իրավիճակում գոնե առնվազն երկու նախապայման պիտի ունենային Հայաստանի իշխանությունները, որի մասին, ինչպես տեսնում ենք, իրենք համառորեն լռում են կամ հակառակը ամեն օր լեգիտիմացնում են այն բոլոր ցեղասպան գործողությունները, որ Ադրբեջանը արեց Արցախի նկատմամբ։ Իսկ ինչու է լռում միջազգային հանրությունը այս պահին հատկապես Արցախի հարցով։ Միջազգային հանրությունը բնական է տանում են օրակարգը, ինչ օրակարգ որ բերում են քո իշխանությունները։ Հիմա եթե մենք դրա վառ ապացույցը ունենք, Կողմը միշտ փաստում է, փաստ որպես ներկայացնում է այն հանգամանքը, որ իհարկե աշխարհը դիտարկում է արցախցիների իրավունքը, բայց Հայաստանի իշխանությունները բացարձակ նույնիսկ եթե առաջարկը լինում է այլ կառույցներից, ապա իրենք լռում են կամ մերժում են նման առաջարկները։ Այսինքն մենք պետք է փաստենք, որ եթե Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա Արցախի հիմնախնդիր, չկա այլևս կարծես թե գերիների նկատմամբ պահանջ, չկա ընդհանրապես որևէ ազգային կողմնորոշում ու դիրքորոշում, մենք իրավունք չունենք միջազգային ատյաններից կամ հարթակներից այլ բան պահանջել։ Իհարկե, երբեմն հանրությունը դա անում է, փորձում է շրջանցել իշխանություններին, բայց ես չեմ կարծում, որ դա երբևէ կարող է արդյունք ունենալ։ Շնորհակալություն։